Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին գտնվում է Արարատի մարզի Բյուրավան համայնքում։ Եկեղեցում մեկտեղվել էին Մասյացոտնի թեմի տարբեր համայնքների եկեղեցիներում ծառայող հոգևորականներ, հավատացյալներ։ Փետրվարի 20-ին ուրբաթ երեկոյան Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում կատարվեց հանգստյան ժամերգություն։ Ներկաները հոգևոր խորհրդածության առիթ ունեցան։ Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ Ռուբեն Վարդապետ Զարգարյանը ներկայացրեց մեծ պահքի արտաքսման կիրակի պատգամը «Ուր ես Ադամ» բնաբանով։ Մեծ պահքի ճանապարհորդության առաջինից երկրորդ հանգրվանին հավաքվել ենք Բյուրավանի այս հրաշալի Սուրբ Գրիգոր Լուսավորչի մեր հավատի հոր անունը կրող եկեղեցում միասին աղոթելու, խորհրդածելու, միասին լինելու, որովհետև ինչպես որ մեղք գործելիս մարդը միայնակ անկում չի ապրում, այնպես էլ ոտքի կանգնելիս, վերականգնվելիս միայնակ չէ, որ ոտքի է կանգնում։ Ադամ, ուր ես։ Սա հնչեց դրախտում մեղսագործությունից հետո եւ ուղղված է մեզ բոլորիս։ Մեզանից յուրաքանչյուրը Ադամ է։ Մեզանից յուրաքանչյուրը հողեղեն է։ Մեզանից յուրաքանչյուրը մարդ է։ Եվ ամեն անգամ, երբ մենք կորցնում ենք մեր դրախտը, երբ մենք կորցնում ենք մեր հոգու խաղաղությունը, մեր մարդկային կյանքի ամբողջականությունը, մեր իսկ մեղքի հետևանքով, կամ այն մեղքի հետևանքով, որ տիրապետող է մեր շրջապատում, լինի դա մեր ընտանիքը, լինի դա մեր ընկերական շրջապատը, լինի դա մեր բնակավայր հասարակությունը եւ թե մարդկությունը առհասարակ։ Եվ հնչում է այս ձայնը. ուր ես Ադամ, ուր ես մարդ, անհատապես։ Դեռ մի երկրորդ հարցում էլ է հնչում. Կայեն, ուր է քո եղբայրը Աբելը։ Եվ միայն սա երկնքից չէ, որ հնչում է։ Սա միայն Աստծուց չէ, որ հնչում է։ Սա հնչում է նախ եւ առաջ մեր խղճմտանքից։ Եվ այս փորձառությունը մենք բոլորս ենք ունենում։ Երբ սխալի մեղքի հետևանքով փախչում ենք, ումից ենք փախչում։ Հասկանալի է, որ նախ եւ առաջ փախչում ենք մեզ նայող աչքերից, որովհետև մերկ ենք։ Ադամական մեղքը մեր մեղքն է։ Մեկ հոգի չի գործել, հետո դրա հետևանքները մենք ուղղակի որպես մարդկություն տուժում ենք կամ ապրում ենք։ Մենք ծնվում ենք մեղքի մթնոլորտում։ Մենք ծնվում ենք մեղավորության մեջ, հակվածություն ունենալով դեպի չարը, եւ սա բոլոր մարդկանց է բնորոշ։ Եվ այստեղ է կարևոր հարցադրումը, որ մենք միայնակ չենք կարող նաև ոտքի կանգնել, որտեվ կա եկեղեցի։ Դրա համար ենք մենք հավաքվում միասին։ Մենք մենակ չենք ապրում։ Բյուրավանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվը Տեր Տիրան քահանա Նահապետյանն է։ Այս շրջանում նա համայնքի անդամներին մեկնում է մեծ պահքի խորհուրդը, ներկայացնում է հայ եկեղեցու սահմանած այս կարգի բուն նպատակը։ Մեծ պահքը մեզ բոլորիս համար տրված է մեր հոգիների մաքրության ճանապարհին մեկ քայլ եւս առաջ գնալու։ Այսօր ցավալիորեն ականատես ենք լինում, որ մեծ պահքը շատ պարագաներում դառնում է ուտել-չուտելու մրցավազք։ Մեծ պահքը տալու մասին է։ Մեծ պահքը սեփական մեղքերից պահելու մասին է։ Եվ ուրախություն է մեզ, որ ամեն տարի ունենք հնարավորություն այս
մեծ պահքի ոսկե շղթայի ընթացքին եւս մեկ քայլ անելու մեր հոգիների փրկության ճանապարհին։ Այս ժամերգությունը տեղի ունեցավ Բյուրավանում, որովհետեւ մեծ պահքի առաջին ժամերգությունն է եւ մեզ համար, մեր ծուխի, մեր համայնքի համար առանձին անում է, որ առաջինը մեզ մոտ հյուրընկալեցինք թեմակալ առաջնորդին, նորանշանակ թեմակալ առաջնորդին եւ լսեցինք սքանչելի քարոզը հայ սուրբի, վստահ եմ իմ համայնքի ժողովուրդը զորացավ կրկին, ավելի ամրացավ իրեն այս մեծ պահեցողության ճանապարհին եւ առավել ուժեղանալով կշարունակի մինչեւ Սուրբ Հարության օրերի հասնելը։ Բյուրավանի Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին կառուցվել է 1830 թվականին, գործել է մինչև 1920-ականները։ Բոլշևիկյան հալածանքների տարիներին եկեղեցին խոնարհվել է։ Համայնքի բնակիչներ Լիդա Հարությունյանն ու Վարդուշ Կարապետյանը ձեռնարկել են եկեղեցու վերականգնումը, որ շատերին անհավանական էր թվում։ Գյուղի բնակիչները հիմա հոգ են տանում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուն, մաքրում, բարեկարգում են տարածքը։ Մեծ պահքի ընթացքում միասնական ժամերգություններ կկատարվեն Մասյացոտնի թեմի մյուս եկեղեցիներում եւս։